Բարի երեկո Free News հեռուստաընկերության հավատարիմ հեռուստադիտողներ, Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի մեր շատ սիրելի հայրենակիցներ։ Եթերում ազատ լուրերի տարեվերջյան ամփոփիչ թողարկումն է, և ձեզ հետ, ինչպես միշտ, մենք ենք Արա Աբրահամյանը և Անի Ստեփանյանը։ Սիրելի հեռուստադիտողներ, հաշված ժամեր և միասին մուտք կգործենք արդեն 2025 թվական։ Մինչև ձեզանից շատերը դեռ տոնական թոհուբոհի մեջ են, ազատ լուրերի ստեղծագործական թիմը այս ընթացքում վերհիշել է անցնող տարվա կարևոր իրադարձությունները, իսկ դրանք վստահաբար պակաս ուշագրավ չէին, քան նախորդ տարիներին։ Ներքաղաքական ինտրիգներ, արտաքին մարտահրավերներ, քրեական նոր սկանդալներ, բողոքի բազմաթիվ ակցիաներ և ոչ միայն։ Այո, անցնող տարին հագեցած էր բոլոր առումներով, 2024 թվականը նույնպես նշանավորվեց քաղաքական բուռն իրողություններով։ 2024 թվականի ընթացքում Հայաստանը կրկին դեռ պայքարում է իր սուվերենության և ինքնիշխանության համար, հատկապես ունենալով ոչ բարյացակամ հարևաններ, Ադրբեջանի անդադար առավելապաշտական նկրտումները, Թուրքիայից հնչող կեղծ հարաբերությունների կառուցումը, Ռուսաստանից հնչող անբարյացակամ հռետորաբանությունը, և այս ամենը դեռ շարունակվելով, մեր երկիրը պայքարում է իր սուվերեն և անկախտելի լինելիության համար։ Այո, Արա, տարին կրկին լի էր փորձություններով և մի շարք հաղթահարվող իրողություններով, բայց Հայաստանը հավատարիմ է իր որդեգրած քաղաքականությանը, այն է պահել ու պահպանել իր երկիրն ու իր ժողովրդին։ Այո, Անի, տարին բավականին ծանր է, սակայն կային նաև դրական իրողություններ, այ օրինակ Հայաստանը 2024 թվականի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության էական աճ է գրանցել։ Տարին նաև դրական էր մարզաշխարհի առումով, և որպեսզի հերթով չթվարկենք մեր կորուստներն ու ձեռքբերումները, ես առաջարկում եմ այդ մասին խոսեն մեր գործընկերները, մարդիկ, որոնք ամբողջ տարվա ընթացքում աշխատել են, ականատես են եղել բազմաթիվ իրադարձությունների, անմիջական մասնակցություն ունեցել մի շարք իրողությունների և ջանք ու եռանց չեն խնայել, որ կարողանան ամբողջ տեղեկատվությունը անաչառ ու պատշաճ ներկայացնեն մեր շատ սիրելի հեռուստադիտողներին, չէ՞ որ մենք աշխատում ենք հենց ձեզ համար։ Պահպանելով մեր բարի ավանդույթները, այս տարի կրկին որոշել ենք ազատ լուրերի տաղավարում հյուրընկալել մեր գործընկերներին, որոնք կպատմեն ուշագրավ պատմություններ, որոնց ականատեսն են լինում հենց իրենք, հաճախ լինելով իրադարձությունների կիզակետում։ Անի, կարծում եմ ժամանակն է ներկայացնել մեր առաջին հյուրին։ Նա շատ համեստ է, նա աշխատասեր է, նա հասնում է իր ուզածին ու նա կարողանում է բարդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվել։ Իսկ դա գալիս է նրա պատասխանատվությունից, պարտաճանաչ լինելուց, նա մեր հյուսիսային մարզի ու միաժամանակ ամենաջերմ ու սիրելի գործընկերն է, Լուսինե Գրիգորյանը։ Ողջույն Լուսինե։ Ողջույն։ Ինչպես ես։ Լավ, շնորհակալություն, դուք ինչպես եք։ Լավ ենք, Լուսինե, կասես, ո՞րն է քո հաջողության գրավականը եւ ժամանակին հասցնում ես ամեն ինչ պատշաճ եւ ճիշտ համակարգել ամեն բան։ Ո՞րն է գաղտնիքը։ Այ ունես գաղտնիք։ Չէ, ոչ մի հաջողության գաղտնիք էլ չկա, պարզապես պետք է քո գործողություններին, քո օրակարգին նախապես պլանավորես, լուրջ վերաբերես եւ առավոտյան վաղ արթնանաս, օրը ճիշտ պլանավորես ու անցնես գործին։ Առավոտյան վաղ ինչքան վաղ, այ Լուսինե, ինչքան վաղ ես արթնանում։ Օրինակ 6:30։ Այդքան շուտ կարող եմ։ Որպեսզի հասցնի, գա հասնի այստեղ, արա։ Եթե ավելի ուշ լինի, Հաստատ պատասխանատվությունը, պարտաճանաչությունը քո մոտ շատ վաղուց է։ Դե բնականաբար, եթե դու գիտակցում ես քո յուրաքանչյուր քայլի լրջությունը, պատասխանատվությունը, նաև դրա հետևանքները կամ արդյունքները, հետևաբար շատ հեշտ է լինում աշխատել եւ առհասարակ օրդ պլանավորել ու անցնել գործին։ Լավ, Լուսինե, այ հեռուստադիտողին շատ հետաքրքիր է, հաստատ համոզված եմ, թե Լուսինեն ինչպիսին է եղել հեռուստատեսություն մտնելուց առաջ, այսինքն առաջին անգամ երբ մտար հեռուստատեսություն, պատմիր այդ հույզերի մասին ու պատմիր քո մասին, թե դու ինչպիսին էիր հեռուստատեսություն գալուց առաջ։ Ինչ տվեց քեզ հեռուստատեսությունը եւ ինչպիսին ես հիմա, ավելի համարձակ ես, ավելի անկաշկանդ ես։ Խմբագրված։ Զգացողությունները բավականին տարբեր են ու բազմազան երանգավորումներ ունեն զգացողությունները, մինչ այդ սովորական քո առօրյայով, ինչպես մյուս քաղաքացիները, ոչ մի բանի մասին չես մտածում, որևէ պատասխանատվություն չես կրում քո արածների համար, այնքան լրջորեն չէ, որքան որ հեռուստատեսության աշխարհում։ Բայց երբ մուտք ես գործում հեռուստատեսության աշխարհ, այնտեղ լրիվ ուրիշ զգացողություններ են, լրիվ ուրիշ պատկերացումներ են, դու մուտք ես գործում հեքիաթային մի աշխարհ, որի մասին պարզապես լսել ես, երազել ես տեսնես, թեկուզ 1 րոպեով կամ 1 վայրկյանով հայտնվել այնտեղ։ Բայց երբ դու
ինքդ հայտնվում ես այդ աշխարհում ու տեսնում ես բոլոր գործընթացները, այն ամենը ինչ կատարվում է էկրանից դուրս, այո, բոլոր վառ գույները։ Այստեղ մռայլ գույներ չկան, այստեղ միայն վառ գույներ են։ Այդ ամենը քեզ լրիվ ուրիշ աշխարհ է տանում։ Այսինքն փոխվել ես Լուսինեն, բավականին համարձակ է մեծ էկրաններ մտնելուց հետո կարող է Լուսինեն չփոխվել, արա։ Առաջ փոքրինչ ամաչկոտ էի, հիմա փոքրինչ արդեն բացվել եմ, ավելի համարձակ եմ դարձել։ Փոքրինչ բացվել եմ։ Շատ լավ, Լուսինե, քանի որ ամանոր ընտանեկան տոն է եւ բոլորս համարում ենք որպես օր, որտեղ բոլորս ենք հավաքվում, տան անդամներով, մերձավորներով, մարդիկ, որոնք ենթադրենք ինչ-որ առումից ելնելով մեր հետ չեն, բայց արդեն համախմբվում են այդ օրը միասին։ Դու ինչպես ես ամանորը անցկացնում, ընտանիքիդ հետ ես լինում, քեզ համար ինչ խորհուրդ ունի այն, ինչպես ես պատրաստվում ամանորին, մի փոքր կպատմես այդ մասին։ Ամանորը իմ ամենասիրելի տոնն է, ու ինձ համար ամենասպասված տոներից մեկն է։ Իրականում այս տոնը ինձ համար ընտանեկան սիրո ջերմության տոն է, քանի որ հիմա աշխարհը այնպես ուղղվածությամբ է գնում, ամեն ինչ թվայնացված է, մարդիկ առավոտյան արթնանում են, շտապում են գնալ գործի, աշխատանքից հետո հոգնած տուն են գալիս, երբեմն ստացվում է, որ ընտանիքի անդամները իրականում այդքան էլ միմյանց հետ չեն շփվում, չեն հարաբերվում եւ առհասարակ, հա, այդ ջերմությունը միմյանցից չեն Սառել եմ տեսակ։ Այո, կարծես թե սառել է, այսպես ասած, ռոբոտացված կյանք է կարծես թե դարձել։ Այս մայրիկին է պատմում, արդարանում է։ Իհարկե, երբեմն նաեւ ես էլ օրերով տուն չեմ գնում, աշխատանքի բերումից ելնելով իհարկե, բայց ամեն դեպքում սա ինձ համար շատ խորհրդանշական տոն է։ Սա այն տոներից մեկն է, որտեղ որ կարող են ընտանիքի բոլոր անդամներով համախմբվել, միմյանց ներկայությունը վայելել, միմյանց սեր ու ջերմությունը վայելել, ինչու՞ չէ նաև հարազատներին տեսնել, կարոտն առնել, այսպես ասած։ Դու ինչպես ես պատրաստվում ամանորին։ Ինչ-որ համեղ բան ես պատրաստում, ծնողների Այս տարի դեռ այդքան էլ ժամանակ չեմ ունեցել պատրաստվելու, բայց բոլոր ուղղություններով էլ պատրաստվում եմ։ Թե ամանորյա զարդարանքների, թե ճաշատեսակ խոհանոց, ամեն ինչ։ Լավ, դե հենց այստեղ կարող ես քո մյուս հոբիների մասին պատմել, որովհետև դու շատ բազմաֆունկցիոնալ կերպար ես, որքանով որ մենք ենք քեզ ճանաչում, ու հիմա պատմիր քո մյուս հոբիների մասին։ Լրագրությունից զատ։ Լրագրությունից զատ շատ եմ սիրում ընթերցանություն։ Երեկոյան երբ տուն եմ գնում, երբ ինքս ինձ հետ մենակ եմ մնում, այդ ժամանակ շատ եմ սիրում ընթերցել։ Տարբեր գրքեր, կապ չունի, ոչ ոլորտը, ոչ մի բան կապ չունի, կարևորը ընթերցել։ Նաև շատ եմ սիրում երաժշտություն լսել։ Շատ լավ, Լուսինե, կարծում եմ ժամանակն է քո բարեմաղթանքը հղես եւ ներկայացնես այսօրվա քո արած աշխատանքը ամփոփիչ տարվա ամենակարևոր եթերի լրահոսը ներկայացնես։ Խնդրեմ մաղթանքը, որից հետո արդեն ներկայացնես քո նյութը։ Շնորհավորում եմ բոլորիս ամանորն ու Սուրբ Ծնունդը, բոլորիս մաղթում եմ երջանկություն, սեր, խաղաղություն, թող որ ներդաշնակ լինենք յուրաքանչյուրս ինքներս մեր հետ։ Մեր երկրին ցանկանում եմ բարգավաճում, անվտանգություն, խաղաղություն, թող մեր տնտեսությունը այնքան զարգանա, որ ոչ մեկից, ոչ մի երկրից կախում չունենանք։ Մենք ինքներս կերտենք մեր ապագան։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Մարդը բարձրագույն արժեք է, իսկ արժանապատվությունը իրավունքների եւ ազատությունների անկախտելի հիմքը։ Հետևաբար դրանց պաշտպանությունը պահանջում է ամենօրյա ջանքեր եւ հանձնառություն։ Այնուամենայնիվ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները դեռ բավականին շատ են, իսկ դրանց լուծման ուղիներն ու հնարավորությունները սահմանափակ։ Այդ առումով պետությունը հիմնվելով հիմնական առաքելության վրա, այն է ապահովել երկրի քաղաքացիների հիմնարար իրավունքների պաշտպանությունը, պարտավոր է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը, երաշխավորող կառուցակարգեր եւ հետեւողականորեն զարգացնել դրանք։ Իրավահավասարություն եւ հակախտրականություն սրանք այն ոլորտներն են, որոնք 2024 թվականի ընթացքում հայտնվել են մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրության եւ աշխատանքային գործունեության առանցքում։ Ըստ մարդու իրավունքների պաշտպանի սա ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց, ազգային փոքրամասնությունների, երեխաների իրավունքների պաշտպանություն, կրոնական ազատություն, գենդերային հավասարության հաստատում։ Այս ոլորտը հիմնակարային է ընդհանրապես մարդու իրավունքների պաշտպանության համակարգի համար։ Միևնույն ժամանակ մեր հանրապետությունում այս ոլորտի առնչությամբ
թե հանրային ընկալումները, թե մասնագիտական ընկալումները թյուր են ամբողջությամբ, եւ դա է պատճառը, որ շատ լուրջ աշխատանքներ ենք իրականացրել այս ոլորտում։ Շատ կարեւորում եմ նաեւ մեր աշխատանքները խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ոլորտում, որտեղ եւս այս տարվա կտրվածքով շատ մեծ ծավալով շարունակել ենք աշխատանքների իրականացումը, բայց դրա հետ մեկտեղ նաեւ հավաքների ազատության ոլորտում, խոսքի ազատության իրավունքի ոլորտում աշխատանքները։ Մեր գործունեության արդյունքում մենք բախվում ենք նաև անմարդկային վերաբերմունքի խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտումների, նման դեպքերը կան եւ հայաստանյան իրավապահ պրակտիկայից դրանք արմատախիլ չեն արվում։ Անահիտ Մանասյանն ասում է, պակաս կարևոր չէ նաև զինծառայողների իրավունքների պաշտպանությունը։ Թվում է, թե այստեղ ամեն բան համակարգված է, իսկ խնդիրները հասցված են նվազագույնի, սակայն դա ամենևին էլ այդպես չէ։ Այս տարի բավականին այսպես մեծ թվով մենք ունեցել ենք դիմումներ, հատկապես զորակոչի ժամանակահատվածում, եւ հիմնական դիմումները այդ ժամանակահատվածում վերաբերում են հատկապես փորձաքննությունների արդյունքների հետ կապված հարցերին։ Այս առումով նշեմ, որ Պաշտպանության նախարարության հետ ունենք շատ այսպես լավ հիմքերի վրա դրված համագործակցություն եւ քաղաքացիների հետ կապված խնդիրները մեր միջամտությամբ հնարավոր է եղել լուծել նույնիսկ այդ գրագրությանը չհասնելու հենց ժամանակահատվածում եւ սա շատ կարեւոր ձեռքբերում եմ համարում։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն էլ անդրադարձավ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի, անհետ կորածների ընտանիքների խնդիրներին, նշելով կառավարության կողմից պետք է ինտենսիվ շփումներ լինեն նրանց ընտանիքների անդամների հետ, իրականացվեն տարբեր հոգեբանական եւ սոցիալական ծրագրեր։ Մարդու իրավունքների խախտումները բարձրաձայնվում են խտրականության կոնտեքստում, այսինքն էթնիկ պատկանելիության հիմքով Ադրբեջանի կողմից վարված քաղաքականության արդյունք են դրանք մատուցվում որպես միջազգային հանրությանը։ Եվ հասկանալի է, որ այս հարցերում ակնկալվում է ունենալ իրավական դիրքորոշում, եթե գործընթացները իրենց տրամաբանական հունով ավարտվեն, այսինքն ավարտվեն դատական ակտերի կայացմամբ եւ մինչ այդ այլ զարգացումներ, ինչպիսին կարող է լինել հայցերից հրաժարումը, պարզապես տեղի չունենա։ Սակայն նաեւ այս խնդիրները բանակցային քննարկումների առարկա են դառնում, ինչևէ մենք չենք տեսնում կառուցողական մոտեցում Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Խնդիրները քիչ չեն եղել նաև զինծառայողների բժշկական օգնության եւ սպասարկման ոլորտում։ Մարդու իրավունքների պաշտպանը պարբերաբար այցեր է կատարել սահմանամերձ բնակավայրեր, զորամասեր, զինվորական հաստատություններ, հոսպիտալներ։ Այստեղ եւս արձանագրվել են նրանց իրավունքների խախտման տարբեր դեպքեր։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, չնայած այն հանգամանքին, որ պետությունն իր հոգացության տակ է վերցրել նրանց եւ տարբեր ծրագրերի եւ միջոցառումների միջոցով նրանց աջակցություն է ցուցաբերում, սակայն այնուամենայնիվ նրանց իրավունքները եւս խախտվել են, որոնք էլ տեղ են գտել ՄԻՊ զեկույցում։ Մեր զեկույցին հողում է կատարել նաև մարդու իրավունքների Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Տիկին Դունյա Միատվիչը, միջազգային տեսանկյունից սա շատ կարևոր դերակատարություն ունի եւ դրանից հետո մինչ այժմ բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերով դարձել ամենօրյա ռեժիմով ենք զբաղվում, դրանք հիմնականում սոցիալական հարցեր են, որոնք ներկայացվում են քաղաքացիների կողմից, կրթության իրավունքի հետ կապված հարցեր։ Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիան Նացվիշվիլին, որն այս ուղղությամբ եւս ակտիվ գործակցում է հայաստանյան գործընկերների հետ, ասաց, որ միայն միասնական աշխատանքի շնորհիվ է հնարավոր ապահովել մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային ստանդարտները։ Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մենք տեսնում ենք Հայաստանի իշխանության ջանքերը, ուստի ուրախ ենք գործակցել նրանց հետ։ Մեր համատեղ նպատակներն արտացոլված են ՄԻՊ ռազմավարության մեջ։ Իմ կարծիքով մեծագույն մարտահրավերներից մեկը ապա տեղեկատվությունն է։ Այս եւ այլ խնդիրների լուծման վերաբերյալ մենք սերտորեն գործակցում ենք հայաստանյան կառավարության հետ։ Մասնավորապես իրականացնում ենք մարդու իրավունքները բոլորի համար ծրագիրը։ Իրավապաշտպանները նշում են, Հայաստանում իրավապաշտպան կազմակերպությունները մեծ դեր ունեն մարդու իրավունքների խախտումների կանխարգելման գործում։ Առկա մարտահրավերները հաշվի առնելով ՄԻՊ-ը նախաձեռնել է բացել մարդու իրավունքների ձմեռային դպրոց, քանի որ միայն գիտակցված ու տեղեկացված հասարակությունը կարող է լինել մարդկանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունն ապահովողը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։
Շարունակում ենք մեր տոնական թողարկումը եւ ժամանակն է ներկայացնել մեր հաջորդ գործընկերոջը, որը նույնպես շատ աշխատասեր է, բազմաֆունկցիոնալ լուսաբանում է գրեթե յուրաքանչյուր ոլորտ։ Նա էլ մեր նախորդ գործընկերոջ պես պարտաճանաչ է ու խիստ կանոնակարգված, իր համար կարևոր է, որ երբեք չուշանա նկարահանման տեղից կամ շուտ հասցնի իր մոնտաժը եւ անպայման իր համար ես կարդամ իր բոլոր սինխրոնները։ Նա սիրում է լավ ուտել եւ գեղեցիկ աղջիկների եւ նա կրկին մեր շատ սիրված գործընկեր Նարեկ Արուշանյանն է։ Ողջույն Նարեկ։ Ողջույն սիրելի գործընկերներ, իդեպ ձեր տեսքը շատ շքեղ է այսօր։ Հատկապես իհարկե Անի։ Դա չի քննարկվում։ Նարեկ, Արան նշեց, որ շատ սեր ունես ուտելու հետ, արի այստեղ ասենք, սիրում ես շատ ուտել, բայց սիրում ես նաև պատրաստել։ Այո, այդ երկուսը համադրվում են, որովհետև եթե շատ ուտել սիրում ես ու դու ժամանակ ունես, ու ցանկանում ես ինքդ պատրաստել, որպեսզի քո սրտի ուզածը ուտես, այսպես ասած, բայց ցավոք սրտի վերջին ժամանակներում գրաֆիկս այնքան ծանրաբեռնված է, որ չեմ հասցնում անգամ ընդմիջում անել, օրը մեկ անգամ հաց ուտեմ, դա արքայություն է ինձ համար։ Լավ, տնաշեն։ Լավ, տանն ես արդեն, ունես մթերքներ, ինչ ես սիրում պատրաստել, եթե պատրաստում ես։ Պատրաստում եմ հիմնականում հավի մսով ուտեստներ, հատկապես հավի կրծքամսով տոլմա։ Աստված իմ, հավի կրծքամսով տոլմա առաջին անգամ եմ լսում։ Մի տեսակ շատ տարօրինակ է, որ հենց դու կարող ես տոլմա պատրաստել եւ ոչ ավել ոչ պակաս հավի կրծքամսով։ Բավականին հետաքրքիր եւ ուշագրավ տեղեկատվությունների համար։ Հրավիրում եմ ձեզ ամանորի մեր տուն։ Շատ լավ, Նարեկ, սիրում ես ամանոր է այժմ, բայց դեռ եթե ժամանակ ունենաք, սիրով, անպայման Նարեկ ջան, շատ լավ է որ պատրաստում ես ինքն էլ տոլմա, ինքն էլ հավի կրծքամսով։ Բայց նաև անդրադառնանք մասնագիտական, հարցերին։ Դու նաև լուսաբանում ես, ինչպես նշեցինք, եւ մարզական եւ քաղաքական թեմաներ։ Որն է քեզ ավելի մոտ ու հարազատ։ Կարծես մի տեսակ երկու տարբեր ոլորտներ են, թե դրանք նման են իրար, խնդրեմ։ Երկուսն էլ շատ հոգեհարազատ են, երկուսում էլ ես զգում եմ ինչպես ձուկը ջրում։ Այո։ Տեսեք, մարզականը տարբերվում է շատ քաղաքականից լուսաբանման առումով, որովհետև Հայաստանում, այսպես նամանավանդ Հայաստանում, քաղաքական եւ մարզական լուսաբանող լրատվականները կամ լրատվամիջոցների ներկայացուցիչները բոլորովին տարբեր են։ Իհարկե։ Այն խումբն էլ ինձ գիտի որպես մարզական լրագրող, մյուս խումբը ինձ գիտի որպես քաղաքական լրագրող։ Բայց իրականում սպորտը քաղաքական մեծ գործիք է, շատ խոշոր գործիք է։ Հիմա եթե նայում ենք մարզական իրավիճակին աշխարհում, Սաուդյան Արաբիան ինչպես է իր սպորտը զարգացնում, հատկապես ֆուտբոլը, եւ դրա շնորհիվ քաղաքական առումով էլ Սաուդյան Արաբիան բավականին առաջ խաղացել է։ Այսինքն Նարեկ, կարող ենք ասել, որ սպորտային ձեռքբերումը դա ցուցիչ է, որ քաղաքականության մեջ են, մարդիկ ավելի ակտիվ։ Բայց մենք այս տարի շատ հաղթանակներ ունեցել ենք սպորտի առումով, Նարեկը կնշի, որովհետև ինքը շատ գեղեցիկ ռեպորտաժներ է պատրաստել, մեր բոլոր հաղթանակները գեղեցիկ լուսաբանել է։ Բայց իմ հարցը հետեւյալն էր. կար ժամանակ, երբ նախագահներից մեկն ասում էր, որ մեծ քաղաքականությունը դա նման է շախմատի։ Այսօրվա այժմեական ներկայիս քաղաքականությունը ո՞ր մարզաձևին է նման։ Ըստ քո կարծիքն եմ ուզում։ Հաշվի առնելով շախմատում էլ իրավիճակ փոխվեց, հիմա շախմատն էլ շատ թվայնացված է։ Վերջին շախմատային օլիմպիադան ցույց տվեց, որ հնդիկները պարզապես այդ թվայնացման տարբերակով ավտոմատ իրենք սովորել են, թե որ քայլերով պետք է հաղթանակի հասնեն եւ տղամարդկանց եւ կանանց թիմերը հաղթեցին օլիմպիադայում ու շատ արհեստական ստացվեց։ Դա նշանակում է, որ շախմատային քայլերն էլ հիմա ոչինչ չեն որոշում քաղաքականությունում։ Հիմա կարծես թե խառն է, մի շատ երկրներ կյորլինգի նման են։ Այո, այս քաղաքականությունը վարում։ Ահա, արի շեղվենք այս թեմայից, թեթևանանք փոքրինչ, ենթադրենք հանդիպեցիր Ալիևին, որը կլինի քո առաջին գործողությունը, հուսով եմ չես ասի Ալիև, այս ջուրը կշփեմ երեսիդ, այլ ավելի լուրջ գործողություններ տեղի կունենա կամ լուրջ խոսույթ կլինի։ Այո, այստեղ կարելի է ասել ջուրը ափսոս է, որպեսզի նրա երեսին շփես, բայց դե քաղաքականությունը մնում է քաղաքականություն, ինչքան էլ որ թշնամի երկրի ղեկավարն է, բայց քաղաքականության մեջ պետք է ստանդարտներ կան, որոնք պետք է պահպանել։ Շատ ենք լսում մեկնաբանություններ, ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրկախառնվեց կամ ձեռքը սեղմեց, կներեք, բայց դա հարևանական հարաբերություններ չեն, դա ինչ որ առօրյական խոսակցություններ չեն, դա քաղաքականություն է։ Գնացեք քաղաքականություններին։ Ես եթե լինեի իրավիճակում, երբ ես եմ բանակցում կամ ես եմ հանդիպում նրան,
Ես կհնչեցնեի մեկ գլխավոր հարցը։ Որն է դա։ Ինչու չեք ստորագրում խաղաղության պայմանագիրը։ 17-ից 15-ը համաձայնեցված է։ Հստակ ամրագրված է ու այդ մասին նշում է իրենց արտաքին գործերի նախարարը։ Երկու կետ է մնում Եվրոպական միության դիտորդների հեռացում, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ կլինի այն հատվածներից, որտեղ սահմանի զատումը ավարտվի, եւ երկրորդը միմյանց նկատմամբ միմյանց դեմ հայցերի հրաժարում դատարաններում Միջազգային։ Այո, վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս առումով էլ ասաց, որ կհրաժարվենք։ Բայց Ադրբեջանը չի կարողանում ի վերջո ձևակերպում տալ այդ փոխադարձ հրաժարվելու մասին։ Իրենք միշտ խոսում են այո հրաժարվենք, բայց այդ փոխադարձ բառը Ադրբեջանը միշտ շարունակելու է ձգձգել, դրա մասին չէ հարցը։ Հարցը նրա մասն է, դու ինչ կանեիր։ Մի փոքր չեմ ուզում լրջացնենք, ավելի թե այո, ես իմ հարցը կհնչեցնեի ինչու չես ստորագրում, ու ինձ հետաքրքիր է թե ինքը ինչ կպատասխանի։ Ինքը նույն պատասխանն էր տալու, այդ պահին դու իրեն կապտակի օրինակ։ Իհարկե ոչ։ Ինչ կանեիր։ Մենք սադրում ենք Նարեկից, այո, այդտեղ ռեալ գործողության դիմաց։ Այստեղ հասկանում եմ Նիկոլ Փաշինյանի իրավիճակը, երբ նրա նման հարցեր են տալիս։ Այո, թե որքան դժվար է կանգնել թշնամու առաջ, լինել ճիշտ դիվանագետ եւ այդ դիվանագիտությամբ լուծել ամբողջ ազգի խնդիրը։ Շատ բարդ է։ Ամեն դեպքում դու խուսափեցիր մեր հարցից, Նարեկ, ինչու՞։ Ամեն դեպքում ջուրը չշփեց Ալիևի երեսը, շարունակեցին։ Եթե չխուսափես, այն էլ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում կարող է դա շատ վատ ավարտ ունենալ, կարող ես գնալ համարձակ հայտարարություններ անել, օրինակ ես ետ կբերեմ Արցախը եւ այլն եւ այլն։ Ես ինքս արցախցի լինելով, արցախահայ լինելով, ավելի ճիշտ պետք է շեշտել, ինձնից շատ ոչ մեկ չցանկանա, որ Արցախը հետ բերի, բայց եթե դու դա հայտարարում ես, դու էսկալացիայի մասին ես խոսում։ Այսինքն ռեալ պոլիտիկան այլ բան է ենթադրում, ուղղակի կենացների շարքը այլ բան է ենթադրում։ Այո, քաղաքականությունը չի սիրում քաղաքական թեմաներ այսօր որոշել ենք չքննարկենք, մի փոքր շեղվեցինք եւ հաջորդ հարցը, որն է 2025-ի ամենամեծ քո սպասելիքը, ինչ ակնկալիք ունես 25-ից։ 2025 թվականին, ինչպես միշտ, ակնկալում եմ կարիերայի աճ, ամեն տարի դու սովորելու նոր բաներ ունենաս դա չի քննարկվում։ Մենք հստակ որ նայրեն համարում է, ինչպես ցուկը ջրում եւ ամենապրոֆեսիոնալ եւ սպորտ եւ քաղաքականություն։ Շատ լավ, կարիերային աճ։ Նարեկ ջան, կարող ես հնչեցնել քո բարեմաղթանքը եւ ներկայացնես քո տարվա աշխատանքի ամփոփումը։ Խնդրեմ, բարեմաղթանքը, որից հետո արդեն կներկայացնես նյութը քո պատրաստած։ Իմ բարեմաղթանքը մեկն է, հստակ ու ամրագրված։ Հասնենք վերջապես այդ խաղաղությանը, տեսնենք այդ խաղաղությունը, զգանք այդ խաղաղությունը եւ ապրենք այդ խաղաղության մեջ։ Շատ շնորհակալություն, շնորհավոր ամանոր, շնորհավոր եւ ծնունդ։ Հիմա կարող ես ներկայացնել քո նյութը։ 123 ոսկե, 110 արծաթե եւ 155 բրոնզե։ Հայաստանի մարզիկները ավարտվող տարում այսքան մեդալ են նվաճել օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում միասին։ 2024 թվականի մարզական գլխավոր իրադարձությունը Փարիզում էր։ Սիրո քաղաքում էր անցկացվում 33-րդ ամառային օլիմպիական խաղերը։ Քարամյակի գլխավոր մարզական իրադարձությանը արծաթե մեդալ էին նվաճել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը եւ ծանրորդ Վարազ Դատլալայանը։ Մեկ այլ ըմբիշ Մալխա Սամոյանն էլ արժանացել էր բրոնզե պարգևի։ Բացի անհատական մարզաձևերից Հայաստանը հաջողություններ է ունեցել նաեւ թիմային ձևերում։ Մարզական տարվա ամփոփ պատկերը ներկայացվող ռեպորտաժում։ Ըմբշամարտ, ծանրամարտ, բռնցքամարտ, հրաձգություն, մարմնամարզություն։ Այս շարքը երկար կարող ենք շարունակել։ Հայաստանը ներկայացնող մարզիկները հերթական տարին ավարտում են մեդալային առատությամբ։ 123 ոսկե, 110 արծաթե եւ 155 բրոնզե։ Իհարկե մարզական տարվա գլխավոր իրադարձությունը տեղի ունեցավ Փարիզում։ Սիրո քաղաքում կայացան 33-րդ ամառային օլիմպիական խաղերը, որում Հայաստանը նվաճեց 3 արծաթե եւ 1 բրոնզե մեդալ։ Օլիմպիական ոսկու մոտ էին, բայց բավարարվեցին արծաթե պարգևով մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, ըմբիշ Արթուր Ալեքսանյանը եւ ծանրորդ Վարազ Դատլալայանը։ Բրոնզե մեդալ էլ նվաճեց հունարոմյական ոճի մեկ այլ ըմբիշ Մալխա Սամոյանը։
Դավթյանը, Լալայանը եւ Ալեքսանյանը դեկտեմբերի 24-ին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության անցկացրած սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության արդյունքներով ընդգրկվեցին Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիկների եռյակում։ Քվեարկությանը մասնակցեց նաեւ Free News-ը։ Անհատական մարզաձևերի նվաճումների յուղոտ վերջակետն դրեց բոլոր առումներով ֆանտաստիկ տարի անցկացրած Վարազդատ Լալայանը։ Հայ ծանրորդը դեկտեմբերին Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում անցկացված աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում դարձավ չեմպիոն։ 25-ամյա գյումրեցի ծանրորդը կարիերայում առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Լալայանը գարնանն էլ Սոֆիայում հռչակվել էր Եվրոպայի չեմպիոն։ Հիմային մարզաձևերի մասին խոսելիս ինչպես միշտ պետք է սկսենք ֆուտբոլից։ Հայաստանի ազգային հավաքականը Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի հետ 2023 թվականը ոչ վատ նոտայի վրա ավարտելով 2024-ը սկսեց ընկերական խաղերով մեղմ ասած լավ արդյունքներ չգրանցելով։ Սեպտեմբերին էլ սկսվեց UEFA-ի ազգերի լիգայի նոր խաղարկությունը։ Առաջին խաղում Հայաստանի հավաքականը հանրապետական ստադիոնում 4-1 հաշվով հաղթեց Լատվիային, մեծ հույս ներշնչելով հայ երկրպագուին։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ դա ընդամենը լույսի շող էր։ Հաջորդիվ 5 խաղում 3 պարտություն, մեկական ոչ ոքի եւ հաղթանակ։ Վերջին տուրում նույն Լատվիայի նկատմամբ արտագնա 2-1 հաշվով հաղթանակը թույլ տվեց, որպեսզի Հայաստանի հավաքականը անցումային փլեյօֆի մասնակցի։ Մեր ընտրանին Վրաստանի ազգային հավաքականի հետ երկխաղյա դիմակայությամբ Գարնանը կփորձի բարձրանալ B դիվիզիոն։ 2024-ը ամփոփելիս Հայաստանի հավաքականի վերաբերյալ պետք է հիշատակել ամենակարևորը։ Ազգերի լիգայի ընթացքում Պետրակովը հեռացվեց։ Վերջին 2 խաղերում ազգային հավաքականի մարզչի պաշտոնակատարը եղավ Սուրեն Չախալյանը, իսկ մինչև այժմ Հայաստանի ազգային հավաքականը չունի նոր գլխավոր մարզիչ։ Ազգային հավաքականի համար տարին հաջողված չէր, բայց նույնը չեն կարող ասել ակումբային ֆուտբոլի մասին։ Հայաստանի փոխչեմպիոն Նոան դարձավ պատմության առաջին թիմը, որը պայքարը սկսեց Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլից եւ նվաճեց հիմնական փուլի ուղեգիր։ Պորտուգալացի Ռոյ Մոտայի գլխավորած թիմը հիմնական փուլում տարավ 1 հաղթանակ, գրանցեց նույնքան ոչ ոքի եւ պարտվեց 4 խաղում ու 4 միավորով գրավեց 31-րդ տեղը։ Հայկական թիմը չնվաճեց անցումային փլեյօֆի ուղեգիր, բայց մրցաշարի ընթացքում չերկնչեց ոչ մի մրցակցից, ցուցադրեց հարձակողական ֆուտբոլ։ Հիմայի մարզաձևերից հերթական տպավորիչ տարի ստացվեց ֆուտզալում։ Հայաստանի հավաքականը դեկտեմբերին սկսեց պայքարը Եվրո 2026-ի որակավորման հիմնական փուլում։ Հաղթեց Դանիային եւ մարտական ոչ ոքի գրանցեց Ղազախստանի Զորեղ հավաքականի հետ։ Բացի այդ, ավարտվող տարում Երևանը հյուրընկալեց ֆուտզալի չեմպիոնների լիգան։ Գավաթը նվաճեց Հայաստանի հավաքականի բրազիլացի դարպասապահ Լուան Մյուլլերի թիմը, իսպանական Պալմա ֆուտզալը։ Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն էլ պայքարը սկսեց աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում։ Փետրվարի 22-ին Վիեննայում Ռեքս Քալամյանի գլխավորած թիմը 91-106 հաշվով պարտվեց Ավստրիային, սակայն 3 օր անց մարզահամերգային համալիրում 84-79 հաշվով առավելության հասավ Ալբանիայի նկատմամբ։ Ավստրիային հանդիպելու առիթ եղավ նաև նոյեմբերի 24-ին, երբ մեր հավաքականը ավելի ցավալի պարտություն ունեցավ 80-129։ Հայաստանի հավաքականը ընտրական փուլում վերջին հանդիպումը կանցկացնի 2025 թվականի փետրվարի 20-ին, հյուրընկալվելով Ալբանիային։ Հայաստանը 4 միավորով երկրորդն է իր խմբում եւ այլևս չի կարող շրջանցել առաջատար Ավստրիային։ Իհարկե հայկական սպորտը ամփոփելիս պետք է անդրադառնալ նաև Հայաստանին աշխարհում մեծ ճանաչում բերած եւ այդ գործը դեռևս շարունակող Հենրիխ Մխիթարյանին։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը 35 տարեկանում Միլանի Ինտերի հետ նվաճեց Իտալիայի Ասիրիայի չեմպիոնական տիտղոսը։ Արդարացիորեն Հենոն կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության անցկացրած քվեարկությամբ ճանաչվեց Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ։ Մարզական տարին ամփոփելիս անպայման պետք է հիշատակել նաև 2024-ին Երևանում անցկացված միջազգային մրցաշարերը։ Մայրաքաղաք Երևանում բասկետբոլի, վոլեյբոլի, թենիսի, սեղանի թենիսի, բադմինտոնի, բռնցքամարտի, ըմբշամարտի մարմնամարզության 15 միջազգային մրցաշարեր անցկացվեցին։ Հատկապես պետք է առանձնացնել ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունը։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված մրցաշարում հունարոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 2 ոսկե, 1 արծաթե եւ 5 բրոնզե մեդալով թիմային հաշվարկում գրավեց 3-րդ տեղը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն էլ մեկական ոսկե եւ արծաթե եւ 3 բրոնզե մեդալով 6-րդ տեղը գրավեց թիմային պայքարում։ Կանանց պայքարում էլ Էլեն Բաբաջանյանը 53 կիլոգրամ քաշային կարգում դարձավ փոխչեմպիոն։ Այս քաշային կարգում մրցումը անցկացվեց շրջանաձև համակարգով։
2025 թվականին եւ հաջորդող 2 տարիներին Հայաստանը կդառնա մարզաշխարհի կենտրոններից մեկը։ Ինչպես կրկնակի օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանը ընդգծեց Free News-ի հետ զրույցում, աշխարհի ու Եվրոպայի շատ առաջնություններ պետք է բերել Հայաստան։ Ես շատ ուրախ եմ այսօր մարզադպրոցներ են բացվում, օրինակ Արտուր Ալեքսանյան, Արմեն Նազարյան, շատ աճ կա սպորտային բանում, ասպարեզում եւ մեր երիտասարդները իրենց արդյունքի համար թող լուրջ տրամադրվեն, պարապեն քրտնաջան եւ հասցնեն իրենց նպատակին։ Աշխարհի Եվրոպայի խաղեր պետքա շատ լինի Հայաստանում, որտեվ ազգին էլի ավելի շատ այդպես են ճանաչում, որտևին որ քաղաքում է եղել աշխարհի եւ Եվրոպայի խաղերը։ Երևանը կընդունի հրաձգության կարատեի մարմնամարզության Եվրոպայի առաջնություններ, ծանրամարտի աշխարհի առաջնություն, ֆրանկոֆոնիայի մարզական խաղերը։ Նարեկ Արոշանյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք մեր ամանորյա եթերը եւ ժամանակն է ներկայացնելու մեր հաջորդ գործընկերոջը։ Մարդ, որը միշտ ժրաջան, մեղվի պես վազում է, մի նկարահանումից մյուսն է աճապարում։ Մարդ, որը լինելով նուրբ ու քնքուշ մասնակցում է բոլոր ֆուտբոլային խաղերին ու ֆուտբոլի մեծ երկրպագու է։ Մարդ, որը չի վախենում ոչ մի դժվարությունից եւ նա մեր նույնքան սիրելի գործընկեր Սոնա Գիշյանն է։ Սոնա, ողջույն։ Ողջույն։ Ինչպես ես։ Լավ, շնորհակալ եմ դուք։ Սոնա, լավ, շնորհակալ ենք։ Սոնա ջան, ինչու է պայմանավորված, որ այդքան մեծ է քո սերը առ ֆուտբոլ։ Գուցե մանկուց, թե ուղղակի տենց միշտ սիրել ես ֆուտբոլը։ Այո, արա իրավացի եք, ճիշտն ասած ֆուտբոլի եւ ընդհանրապես սպորտի հանդեպ սերը փոխանցվել է հենց մանկուց իմ ծնողներից, ընտանիքում բոլորը եղել են սպորտասեր, ու հենց 2-3 տարեկանից արդեն ֆուտբոլ էի նայում, ֆուտբոլի հանդեպ սերը ավելի խորացավ, երբ որ սկսեցի բացահայտել ֆուտբոլի իրական արժեքը, ու ես ֆուտբոլը չեմ դիտարկում որպես սպորտաձև, այն ինձ համար արվեստ է, լի էմոցիաներով, արվեստում ստեղծագործություններով, օրինակ նրանք ովքեր դիտել են Մեսսի, Խավի խաղերը, իրենք եւս կփաստեն, որ ֆուտբոլը արվեստ է, ստեղծագործություն է եւ ֆուտբոլիստները խաղադաշտում ոչ թե խաղում են ուղղակի գոլ խփելու համար, այլև ստեղծագործում են, հետաքրքիր դրվագներ է լինում, նաեւ կան հաղթանակների եւ պարտությունների էմոցիաներ, որոնք եւս դառնում են քո համար պատմական հիշողություններ ամբողջ կյանքում։ Ֆուտբոլ Չէ, չեմ խաղում։ Չի խաղում ֆուտբոլ եւ այդպես սիրում ես ֆուտբոլ։ Բայց դու շատ լավ ներկայացրեցի, նույնիսկ շատ արաբասերի ներկայացուցիչներ այդպիսի գեղեցիկ ու արվեստին մոտ չէին կարող ներկայացնել, բայց փաստացի քեզ համար ֆուտբոլը բացի սպորտային խաղ լինելուց նաեւ արվեստ է, որտեղ նշեցի, որ ստեղծագործում են։ Լավ, Սոն, գանք քո մասնագիտությանը, ես համոզված եմ ու մեր հեռուստադիտողին էլ շատ հետաքրքիր է այս պահին, որովհետև կարծես թե ներքին խոհանոցը միշտ է շատ հետաքրքիր լինում, այո։ Մեր ազգին հատկապես։ Այո։ Եվ դու կարող ես պատմել մի այնպիսի զավեշտալի դեպք, որը մինչև հիմա էլ հիշում ես, բայց ամենակարևորը որն է, որ շատ գեղեցիկ ձևով կարողացել ես դա հաղթահարել եւ, ինչպես ժողովրդական լեզվով ասում են, դուրս գալ։ Տակից դուրս ես եկել։ Թեկուզ նկարման տաղավարում, թեկուզ աշխատանքային process-ներում եւ որը եղել է ամենահիշարժանը, որ միշտ կհիշես։ Այսպես ասած, զավեշտալի դեպքեր շատ տեղի չեն ունենում, քանի որ մեր նկարահանումները սովորաբար անցնում են հարթ, եւ քանի որ մենք օպերատորական թիմի հետ ունենք եւ հաշտ եւ լավ թիմային աշխատանք, մենք փորձում ենք ցանկացած խնդիր տեղում հարթել, ընդհանրապես լինում են տեխնիկական խնդիրներ, որ նկարահանման հրապարակներում գրանցվում են, այդ դեպքերում մենք փորձում ենք որոշ դեպքերում ուղղակի խորհրդակցել միմյանց հետ առանց լարվածության, առանց ավելորդ էմոցիաների հարթել խնդիրը, որոշ դեպքերում օգնում է հումորը, հումորի զգացումով փորձում ենք։ Այսինքն ոչ մի անգամ ոդկը չի դիպչել շտատիվին ու վայր չես ընկել։ Ոչ մի կուրիոզ դեպքեր չեն եղել, ամեն ինչ հարթ, գերազանցիկ աշակերտի պես ամեն ինչ լավ է գնացել։ Ոչ, հիշարժան նկարահանումներ ունեցել եմ, բայց դրական տեսակետից այլ ոչ ցախումներով, օրինակ օթապարիկներով թռիչքը, որ եղել է ինձ համար եւ շատ հետաքրքիր։ Իհարկե վայրեջքը մի փոքր այդ ժամանակ եղել է անկանխատեսելի եւ մի փոքր վախենալու, քանի որ բայց փառք Աստծո որևէ բան չի եղել։ Վայրեջք եղել է պարզապես այս դեպքում օթապարիկից։ Շատ լավ, Սոնա ջան, ինչ կմաղթես սկսնակ լրագրողներին, մարդկանց, որոնք նոր են մուտք գործում, որն է քո հաջողության գրավականը, որտեղից պետք է սկսեն, ինչպես պետք է սկսեն, որ կարողանան, ինչպես դու տես հասնում ես լավ հաջողությունների, որ նույնիսկ որևէ ֆորս մաժորային դեպքի չես հանդիպում։
Քո խորհուրդը սկսնակ լրագրողներին, դաշտում նոր բուր գործող մարդկանց։ Առաջին եւ ամենակարևոր խորհուրդս կլինի կարդալ ամեն ինչ շատ կարդալ։ Այնինչ հայտնվում է ձեռքի տակ ուղղակի պետք է կարդալ, քանի որ նախ ընթերցելը զարգացնում է մարդու լեզվամտածողությունը, բառապաշարը, բացի դա նաև ես խորհուրդ կտամ ուսումնասիրել հոգեբանություն։ Լրագրության մեջ մեզ էմոցիաներ պետք չեն, մենք պետք է դիմակայենք բոլոր էմոցիաներին, դժվարություններին, իսկ տվյալ դեպքում մեզ օգնության է գալիս հոգեբանության ուսումնասիրությունը, երբ որ մենք մեզ հոգեբանորեն տրամադրում ենք, որ էսա ամեն ինչ հաղթահարելու ենք, ամեն ինչ լավ է լինելու, հարթ է ընթանալու։ Դու ինչպես հասկացա, սիրում ես կարդալ, այօրինակ ինչ ժանրի գրքեր ես ավելի շատ կարդում։ Էքզիստենցիալ գրականության։ Վերջին շրջանում շատ եմ սիրում էքզիստենցիալ գրականություն եւ շատ եմ ընթերցում, նաեւ սիրում եմ փիլիսոփայություն, այս պահին որ ընթերցում եմ Նիցշե, այսպես խոսած զրադաշտի գիրքն եմ ընթերցում։ Հրաշալի է, Սոնա ջան, մի փոքր լրջացրեցինք եւ վերջին հարցն է մոտենում, լուրջ թեմա է այս հարցը, այ որ պաշտոնում ես դու քեզ տեսնում, եթե լիներ հնարավորություն, ինչ պաշտոնում դու քեզ կուզենայիր կառավարեիր։ Երբևէ չեմ մտածել այդ ուղղությամբ։ Հիմա ենթադրենք ստացվել է իրավիճակ, ենթադրենք դու ունես պաշտոն, ընտրելու հնարավորություն եւ ընտրելու իրավունք, որը կընտրես։ Պաշտոնի մասին է խոսքը, քաղաքական պաշտոնի մասին է։ Կամ կա այսօր որևէ պաշտոնյա, որի գործառույթը մտածում ես, որ այդքան է լավ կատարված չէ եւ հենց դու իր փոխարեն կանեիր հենց այսպես, օրինակ։ Իրականում տարբեր ոլորտներ ուսումնասիրելիս, տարբեր նախարարների եւ պաշտոնյաների աշխատանքի մեջ թերությունները գտնելով մտածում եմ, այստեղ ես այսպես կվարեմ։ Այդ ո՞րն է այդտեղը։ Խնդրում եմ պետք է ասես։ Անուններ չենք տալիս, ուղղակի պաշտոն, գերատեսչության անուն կամ մոտ մի բան, եթե չես ուզում։ Ոչ մեկ քեզ չի գնդակահարի, հանգիստ կարող ես ասել։ Վերամանորյա ցանկանալ լինեի падգամավոր եւ մի շարք օրենքներ, որ իմ համար անհրաժեշտ է, որ պետք է լինեն ու այս պահին չկան, այդ օրենսդրությունները ներկայացնեի ազգային ժողովում քննարկման եւ հարգելի օրենսդիրի ներկայացուցիչներ, այո, հիշեք, որ մենք ունենք հրաշալի տեխնացու։ Շատ լավ, Սոնա ջան, եւ ամենավերջում քո բարեմաղթանքը կարող ես հղել եւ ներկայացնես քո ամփոփիչ ամանորյա եթերի պատրաստած նյութը։ Ես մեր ժողովրդին ցանկանում եմ համբերություն, ցանկանում եմ համերաշխություն, որպեսզի այն չարության մթնոլորտը, որ տիրում է, վերանա եւ նոր տարին սկսենք լի երջանկությամբ, միմյանց հանդեպ սիրով, բարությամբ, իսկ երկրին ցանկանում եմ խաղաղություն եւ ամենակարևորը բարեկեցություն։ Շնորհակալություն։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Շնորհավոր ամանոր եւ սուրբ ծնունդ։ Չնայած համաշխարհային տնտեսության մարտահրավերներին, աճի դանդաղող տեմպերին եւ որոշ երկրներում տնտեսական ռեցեսիային, Հայաստանը շարունակում է պահպանել իր տնտեսական վերելքը։ 2024 թվականին հանրապետությունում տնտեսական աճը կազմել է 5.5-ից 6%, ինչը համաշխարհային մակարդակով բավականին բարձր ցուցանիշ է։ 2024 թվականի ընթացքում արձանագրված հաջողությունները, այդ թվում արտահանման եւ շինարարական ծավալի աճը, ցույց է տալիս, որ Հայաստանը դիմագրավում է ոչ միայն ներքին, այլև համաշխարհային տնտեսական ճգնաժամերին։ Համաշխարհային տնտեսությունը որոշակի խնդիրներ ունի, դանդաղող տնտեսական աճ եւ որոշ երկրներում տնտեսական ռեցեսիա։ Այս ամենի ֆոնին Հայաստանը շարունակում է տնտեսական աճ գրանցել։ Այս տարի այն կազմել է 5.5-ից 6%, ինչը համաշխարհային մակարդակով համարվում է բավականին բարձր ցուցանիշ։ Հաշվի առնելով համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող տատանումները, Հայաստանը շարունակում է մնալ տնտեսական աճի շեմին, ինչը ցուցադրում է երկրի տնտեսության կայունությունը եւ շարունակական զարգացումը։ Ամփոփելով 2024 թվականը էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լիահույս է, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքը կհատի 10 տրիլիոն դրամի շեմը։ Ի դեպ 2000 թվականի համեմատ ցուցանիշը 10 անգամ աճել է, ինչը նշանակում է, որ երկրում տնտեսությունը զարգանում է դինամիկ, թե հիմնականում որ ոլորտներն են նպաստել աճի տեմպին։ Հիմնական աճը ունենք շինարարության ոլորտում, արտահանման մեջ, էլեկտրոէներգիայի արտադրություն, ընդհանրապես արդյունաբերություն, ծառայություններ, առևտուր ոլորտներում։ 2024 թվականին հայկական արտադրանքը Ռուսաստան արտահանման ճանապարհին խոչընդոտների էր հանդիպել։ Լարսի անցակետում վերջին ամիսներին հայկական կոնյակով բռնված մեքենաների հերթեր էին, քանի որ ռուսական կողմը որոշել էր ստուգել հայկական կոնյակի որակը, նախքան թույլ կտար դրա մուտքը երկիր։ Ի դեպ Ռուսաստանը Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է թե ներմուծման, թե արտահանման ծավալներով։ Այս տարվա հունվար-օգոստոս
տոկոս ամիսներին պաշտոնական տվյալներով երկու երկրների առևտրաշրջանառությունը կազմել է 4.1 միլիարդ դրամ։ Սա Հայաստանի ամբողջ արտաքին առևտրի 34.7%-ն է։ Ռուսաստան է արտահանվում հայկական գյուղատնտեսական արտադրանքի հիմնական մասը, որը օրինակ ԱՄՆ քիչ քանակությամբ է արտահանվում, իսկ Եվրամիություն գրեթե չի արտահանվում։ Ռուսաստանը նաև մեր տեքստիլ արտահանման հիմնական շուկան է։ Էկոնոմիկայի նախարարն անդրադառնալով ռուսաստանյան շուկայում արձանագրված խնդիրներին նշել է. Այդ խնդիրները կոնկրետ կարգավորվել են, բայց առհասարակ խնդիրներ շարունակում են մնալ եւ այդ պատճառով կառավարությունը առաջիկամ 2-3 արտահանման աջակցության ծրագրեր կընդունի, որոնք միտված կլինեն մեր տնտեսության բարձունակության բարձրացմանը, հատկապես եվրոպական երկրներում ԵՄ-ում։ Հարցին, թե որ երկրների հետ է Հայաստանը ցանկանում ընդլայնել իր առևտրաշրջանառությունը, Պապոյանը պատասխանել է. Եվրոպական միություն, Միացյալ Նահանգներ, Կանադա, Չինաստան, բոլոր աֆրիկյան երկրներ մենք այդպիսի տարբերակում չենք դնում։ Հայկական շուկան բազմազան է, ուստի եւ մեր առևտրաշրջանառության աշխարհագրությունը բավականին լայն է, վստահեցրել է էկոնոմիկայի նախարարը։ Երկրներ կա, որտեղ հիմնականում հանգամանքային ապրանքներ են արտանում, երկրներ կա մթերքներ, կենթանական ծագման, բուսական ծագման, երկրներ կան տեքստիլ արտադրանքներ, այսինքն այդ առումով մեր աշխարհագրությունը բավականին լայն է։ 2024 թվականին Հայաստան է այցելել 2 միլիոն զբոսաշրջիկ։ Ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 6%-ով։ Անդրադառնալով պատճառներին նախարարը նշել է. Հիմնականում ռուսական տուրիստական հոսքերն են նվազել, որոշակի նաև արտաքին գործոնների ազդեցության տակ, որոնք հուսով ենք, որ կարողանանք լրացնել այլ շուկաներով ավելացման շնորհիվ եւ ուրախությամբ պետք է նշեմ, որ ԱՄՆ, Չինաստան, եվրոպական երկրներ, Արաբական Միացյալ Էմիրություններ ու Հնդկաստան ուղղությունները ունենք աճ եւ այդ ուղղությամբ հաջողություններ ունենք։ Չնայած Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է, այնուամենայնիվ կոմիտեն այս տարի որոշ հաջողություններ է գրանցել։ Կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը մանրամասնել է. Կարևորագույն ձեռքբերումը թերևս այս տարվա ընթացքում մեր օրենսդրական բարեփոխումներն են։ Շատ երկար սպասված օրենսդրական բարեփոխումները, քանզի ոլորտի զարգացումը առանց համապատասխան օրենսդրության ես կարծում եմ անհնարին է, դա կկրի խաոտիկ բնույթ եւ երբեք չի լինի կանոնակարգված։ Բացի օրենսդրական կարգավորումները, այսինքն զբոսաշրջության մասին օրենքը, որ ընդունվել է այս տարվա սեպտեմբերին, ենթադրվում է ընդունել 28 օրենսդրական ակտ, որոնցից 3-ը արդեն ընդունվել են եւ 25-ը մշակման փուլում են եւ կարծում ենք, որ կընդունվեն 2025 թվականի ընթացքում։ 2025 թվականին էլ զբոսաշրջության ոլորտը կթվայնացվի, ըստ Գևորգյանի։ Զբոսաշրջության կոմիտեն ակնկալում է մեր ոլորտի գործունեություն իրականացնող բոլոր սուբյեկտներից դառնալ մեր գրանցամատյանի մեջ գրանցված սուբյեկտներ։ Դա իրենից ենթադրում է էլեկտրոնային գրանցամատյան, պետական հաշվառում, որը մեզ թույլ կտա հստակորեն իմանալ եւ հաշվառել, թե Հայաստանի Հանրապետությունում քանի հյուրանոց ունենք, որքան հյուրատուն ունենք, ովքեր են զբոսաշրջային օպերատորները, ովքեր են գործակալները, հաշվառել գիդերին եւ կանոնակարգել նրանց բոլորի գործունեությունը։ 2024 թվականին Հայաստանում շինարարության ծավալն աճել է մոտ 16%-ով։ Նախորդ տարվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը եւս էականորեն աճել է, կազմելով մոտ 9%։ 2024 թվականին էականորեն աճել է նաեւ արդյունաբերական արտադրանքի ծավալը, ու չնայած համաշխարհային տնտեսության հետ միասին Հայաստանի տնտեսությունը եւս շարունակում է նոր մարտահրավերների առջև կանգնել, սակայն կառավարության ռազմավարության արդյունքում հնարավոր է եղել հասնել դրական արդյունքի, իսկ դա նշանակում է, որ 2025 թվականը կարող է լինել երկրի համար եւս մեկ տնտեսական առաջընթացի տարի։ Սոնա Գիշյան, Սեյրան Հակոբյան, Free News, Ազատ լուրեր։ Շարունակում ենք մեր ամանորյա ամփոփիչ եւ տոնական եթերը եւ այժմ ժամանակն է ներկայացնելու մեր հաջորդ գործընկերոջը, որը այս տարի 2024 թվականին ոչ միայն հանձնարարավ միջազգային լրահոսի ակտիվացման, այլ նաեւ համալրեց արդեն մեր հաղորդավարների շարքերը եւ այսպես սիրով ուզում ենք ներկայացնել մեր շատ սիրելի գործընկերոջը Ռիտա Մնացականյանին։ Ողջույն Ռիտա։ Ողջույն Ռիտա։ Ողջույն սիրելի գործընկերներ։ Այստեղից արդեն ծնվել է ամենաառաջին հարցը, ինչ ես զգացել առաջին անգամ եթեր մտնելուց, որովհետև դու այս տարի կարծես թե առաջին անգամ ես եթեր մտել, այ քո զգացողությունների մասին պատմիր։
Իրականում էմոցիաներս աննկարագրելի են, այդպես որ ասեմ կարող եմ նկարագրել ինչ եմ զգացել, կստեմ իրականում գերակշռում էր լարվածությունը, մեծ պատասխանատվությունը, երբ մի ամբողջ հեռուստաընկերություն քեզ հավատում է, որ դու պետք է քեզ լավ ներկայացնես, այդտեղ ավելի շատ պատասխանատվությունի մեջ խոսեց, որ ինչքան էլ լարված լինեմ, ինչքան էլ վախենամ, ինչքան էլ սիրտս արագ բաբախի, ես պետք է շատ պատասխանատու կերպով այդ ամեն ինչից դուրս գամ ու ինձ թվում է, որ ստացվեց ինձ մոտ, նաև սա իմ երազանքների աշխատանքներ եւ կարիերայի սկիզբը որպես հաղորդավար։ Ես մի փոքրիկ գաղտնիք կբացեմ ու կասեմ, որ ես հեռուստաընկերություն երբ մուտք եմ գործել, իրականում փոքրիկ երազանք է եղել, որ փոքրիկ չէ, լավ երազանք է եղել, որ պետք է որպես հաղորդավար ներկայանամ ու շնորհակալ եմ Free News հեռուստաընկերությանը, տնօրինությանը, որ ինձ տվեցին այդ հնարավորությունը։ Շատ լավ, Ռիտա ջան, քանի որ դու ինչ լուրեր մտնելը, ինչ մեր շարքերը համալրելը, անում էր միջազգային լրահոս։ Այ մասնագիտական հարց եմ քեզ տալու։ Իրականում քաոտիկ աշխարհում ենք ապրում ու բավականին տարատեսակ իրադարձություններ, նոր աշխարհակարգ, նոր երկրների ստեղծում, կործանում, նոր սահմաններ, խառն է, դու բոլորիս պես շատ լավ քաջատեղյակ ես։ Ինչպես ես կարողանում համակարգել, որպեսզի էմոցիաները քեզ չխանգարեն։ Դա քեզ մոտ արդյոք ստացվում է, որովհետև հեռուստադիտողին մենք չպետք է սուբյեկտիվ ցույց տանք մեր էմոցիաները։ Քեզ մոտ դա արդյոք ստացվում է։ Հաղթահարել այնպես, որ հավասարակշռված լինի եւ քո հոգեվիճակը եւ կարողանաս պատշաճ ներկայացնել, որովհետև իրականում եւս մեկ անգամ նշում եմ, որ բավականին քաոտիկ ժամանակներ են եւ դու բավականին խոցելի թեմաներ ես լուսաբանում։ Իրականում շատ բարդ ժամանակաշրջան է, քանի որ անդադար պատերազմներ, սպանություններ, մեկը մյուսին չդադարող վատ նորություններ ու հա, շատ բարդ է տրվում այդ ամենը, բայց առաջին հերթին, երբ դու լրագրող ես, երբ դու ներկայանում ես որպես լրագրող, դա քո մասնագիտությունն է, որ կարողանաս քո էմոցիաները դնել մի կողմ ու օբյեկտիվ կերպով հեռուստադիտողին ներկայացնել այն, ինչ կատարվում է աշխարհում եւ ես որպես լինելով լրագրող փորձում եմ իմ էմոցիաները թաքցնել եւ ներկայացնել այն, ինչ կատարվում։ Այո։ Տես Սարա, երբ որ Ռիտան մտել է ուղիղ եթեր, կարողացել է ուղիղ եթերում կառավարել իր էմոցիաները, ձայնագրման սենյակում հաստատ շատ ավելի հեշտ է լինում։ Այո, այստեղ տես, ինչպես ես կարողանում քո էմոցիաները կառավարել արդեն եթերում, որովհետեւ այստեղ մենք չենք կարող լռել, հետո շարունակել, այստեղ մենք ուղիղ եթերում ենք եւ այստեղ մենք պետք է կարողանանք այնպես ներկայացնել լուրը, չգիտեմ, չեմ ուզում հիմա բացասական այդպես ինչ որ բացասականի մասին խոսել, բայց ենթադրենք օրինակ դու բացասական ու վատ լուր ես հաղորդում, ըստ քեզ այդ պահին ինչպես է պետք էմոցիաները կառավարել։ Տեսեք, դեպքեր կան, որ իրականում ինձ թվում է դուք էլ ինձ շատ լավ կհասկանաք, որ անհնար է էմոցիաները կառավարել, բայց տա Աստված, որ այնպիսի լուրեր չհաղորդենք, որ լինի բացասական առումով էմոցիաների տեղատարավ, որ չկարողանանք մեզ զսպել։ Հիմնականում, երբ որ արդեն վերջնահաշվարկը գալիս է եթեր մտնելու, ես հավաքվում եմ ու ասում եմ, որ վերջ, ամբողջ պատասխանատվությունը քեզ է տրված, քեզ է վստահված, դու պետք է հավուր պատշաճի ներկայացնես։ Այդպես ինձ մոտ ստացվում է։ Ես հիշեցի մի դեպք, Անին թերևս իմ շատ սիրելի գործընկերուհին ասեց, որ կարողանալ ճիշտ կառավարել, որտեվ պատերազմի օրերին հատկապես դժվար էր, ես իմ մասով կարող եմ հիշեցնել եւս մեկ անգամ, որ մահվան լուր կարդալը զինվորի ամենածանր գործն էր։ Նույնիսկ մեր գործընկերներից մեկը ուղիղ եթերում արտասվեց, այսինքն մենք էլ բոլորի պես մարդ ենք եւ կարող ենք այդ էմոցիոնալին տուրք տալ եւ դա կարծում եմ մեզ ըմբռնումով կմոտենա։ Այդուհանդերձ քեզ համար ամանորը չմոռանանք, հա, որ նաեւ տոն է եւ տոնական թեմաներին մի քիչ անդրադառնանք։ Ամանորը քեզ համար ինչ է։ Երաժշտության որ ելևէջն է կամ որ հեքիաթին ես նմանեցնում, թեկուզ մանկության։ Իրականում ճիշտ նշեցիր, իմ համար ամանորը հեքիաթային ինչ-որ մի տոն է, որը ես ասոցացնում եմ երևի այս բան չեմ մտաբերի, որ մուլտֆիլմի կամ հեքիաթի հետ, բայց կախարդական է ինձ համար, կան ինչ-որ հրաշքի սպասումներ, որ հենց ամանորին են այդ էմոցիաները։ Այո, իրականում պետք չէ միշտ կոտրել են փոքրիկ մանուկին հոգու ներսում եւ պետք է միշտ սպասել հրաշքների։ Հավատում ես մեր պապիկին։ Չէ, չի հավատում Ձմեռ պապիկին։ Ես հավատում եմ Ձմեռ պապիկին, որտեղ Ձմեռ պապիկը իրականում կա։ Չի հավատում այս Լապլանդիայում է, Ռուսաստան չի ասում գալիս։ Ես չեմ հավատում, որտեղ այդ տարիքից վաղուց դուրս եմ։ Շատ լավ, որն է 2025-ի քո ամենամեծ
բաղձալի երազանքը, որ փորձելու ես ամեն գնով ջանքու եռան չխնայելով հասնել դրան։ Իրականում իմ ամենաբաղձալի երազանքը 24 թվին է իրականացել, Մենք հայտնվել հասկացանք։ ախտերի մեկնաբան։ Պետք է ունենաս երազանք։ Այո, դա իմ ամենամեծ երազանքն էր։ 25 թվին բնականաբար մարդ պետք է միշտ ունենա երազանքներ, առանց երազանք մարդը Դադարում է գոյություն։ Այո, բայց եկեք լրեմ ու չխոսեմ։ Շատ լավ, շատ Արի, լավ։ ես կցանկանամ, որ Ռիտ, դու խոսես քո նախասիրությունների մասին։ Տես, բոլորս ամանորին ունենք մեր այդպես օրիգինալ չասեմ, բայց յուրաքանչյուրս մեր Մասով ունենք մեր այո, ունենք մեր նախասիրությունները։ Այ այսպես ենք, ամանորին ես սա եմ անում, սա։ Դու ինչ ես անում ամանորին։ Իրականում իմ ամենասիրելի պահը նախատոնական պահն է, երբ նվերներ են ընտրում միմյանց, նվերներ են արդեն տալիս, ես իրականում շատ սիրում եմ համ նվիրել, համ նվեր ստանալ եւ շատ հաճույքով նվերներ եմ գնում, խանութներ եմ գնում նվերներ ընտրելու, երևի թե դա կառանձնացնեմ, որ այո, շոփինգ եմ սիրում, դա որ շատ հաճույքով եմ անում։ Ես այսօր ապշել եմ անկեղծ ասած մեր գործընկեր Նարեկի Հավի Կրսքամուսով տոլմայի պատմությունից։ Դու ինչ ես պատրաստում։ Մի շոկային իմ կարծիքով։ Ես խոհանոցում շատ քիչ եմ լինում, քանի որ ժամանակը չի ներում, առավոտի ծիրիկուն ես այդքան էլ շատ չեմ լինում, բայց երբ լինում եմ խոհանոցում, հիմնականում քաղցր բաներ եմ պատրաստում, տորտ կլինի, թխվածք կլինի, բայց հաստատ տոլմա չեմ պատրաստում։ Հավի Կրսքամուսով։ Իսկ թխվածք պատրաստում ես։ Այո, տորտ, հիմնականում մրգային տորթեր եմ շատ պատրաստում։ Հավի Կրսքամուսով։ Չէ, Անին փորձում է անդրադարձնել, բայց տոնը տոն եւ քո բարեմաղթանքը հնչեցրու Ռիտա ջան մեր հեռուստադիտողներին եւ նաեւ ներկայացրու քո տարվա ամփոփիչ նյութը։ Եվ նաեւ շնորհավորենք քեզ համանորի կապակցությամբ, խնդրեմ։ Իմ ամենամեծ երազանքը, որ 2025 թվականը ամբողջ աշխարհի, այդ թվում նաև Հայաստանի համար լինի խաղաղ տարի։ Թող որ դադարեն աշխարհում բոլոր պատերազմները եւ ոչ մի մանուկ այլևս չտեսնի այդ արհավիրքը։ Շնորհավոր ամանորի շնորհակալ ենք։ Կարող ես ներկայացնել քո պատրաստած նյութը։ Աշխարհը փայլում է տարբեր գույներով, երբ մոտենում է ամանորը։ Մինչև մոլորակի բնակիչները պատրաստվում են այս կախարդական իրադարձությանը, մենք կփորձենք ներկայացնել, թե տարբեր երկրներում տարբեր ժողովուրդներն ինչպես են դիմավորում նոր տարին։ Ասիայի արևելքում Ճապոնիայում ամանորը համարվում է ինքնաբացահայտման եւ ներքին մաքրության ժամանակահատված։ Ճապոնիայում ամանորը խաղաղության ու մտորումների տոն է։ Տների մուտքերը զարդարվում են բամբուկից եւ սոճուց պատրաստված կոմպոզիցիաներով։ Մարդիկ հավատում են, որ դրանք պաշտպանում են տունը չար ոգիներից եւ հաջողություն բերում։ Իսկ կեսգիշերին տաճարներից հնչող զանգերի 108 հարվածները նոր տարվա մաքրության խորհրդանիշն են։ Հյուսիսային լույսերի երկիր Նորվեգիայում ամանորը պոեզիա է։ Ձյունապատ տները լուռ, բայց շքեղ են։ Նորվեգացիները հավատում են, որ ամանորի գիշերը հյուսիսափայլի կրակը իր վրա է կրում նոր տարվա մաղթանքները։ Իսկ ամեն փոքրիկ ձյունափաթիլ կարծես խոստանում է նոր սկզբի անսահման հնարավորությունները։ Իտալիայում տոնակատարությունը լի է կրքով ու խորհրդանիշներով։ Այստեղ ավանդույթ է հին իրերը պատուհանից նետելը, ինչը խորհրդանշում է անցյալից հրաժարումը։ Կարմիր գույնը համարվում է հաջողության եւ սիրո խորհրդանիշ։ Ուստի ամանորյա գիշերը իտալացիները հաճախ կրում են կարմիր հագուստ։ Իսկ այս գիշերին պարտադիր բացվում է շամպայնի շիշ, փայլուն ժապավենների եւ բուռն ուրախության ներքո։ Մեքսիկայում ամանորը կյանքն է իր ամբողջ վառ գույներով։ Տոնակատարությունները սկսվում են դեկտեմբերի սկզբին, շարունակվելով փառատոնային վառ տրամադրությամբ։ Մեքսիկացիները հավաքվում են մեծ խարույկների շուրջ, պատմում իրենց հին ավանդույթները։ Հատուկ արարողության ժամանակ նրանք ճաշակում են խաղողի 12 հատիկ, յուրաքանչյուրը մեկ ցանկության համար։ Թվում է, թե խաղողի ամեն հատիկը վառ ապագայի բանալին է։ Բրազիլացիները ամանորը կապում են բնության հետ։ Ռիո դե Ժանեյրոյի հայտնի լողափերը ողողվում են սպիտակ հագած մարդկանցով, որոնք ծաղիկներ են նետում օվկիանոսի ալիքներին՝ ի նշան երախտագիտության։ Այս ավանդույթը գալիս է աֆրիկյան մշակույթներից։ Այս կերպ փոխանցվում են նոր տարվա մաղթանքները։
Գերմանացիներն ունեն զվարճալի մի ավանդույթ, ամանորին նրանք կոշիկները տեղադրում են դռան մոտ, հավատալով, որ հաջորդ առավոտ դրանք կլցվեն հաջողությամբ, իսկ եթե տարին անբարենպաստ է եղել, ապա մեկ զույգ կոշիկին կարող են փոխարինել 2 խնձոր։ Իրանում ամանորը Նովրուզը տևում է 13 օր։ Այդ ընթացքում մարդիկ հանդիպում են հարազատներին, զարդարում տները ծաղկեփնջերով եւ կազմակերպում խնկարկություն, իսկ ամենավերջում բոլորը հավաքվում են բնության գրկում, տոնելով կյանքի վերածնունդը։ Ամանորը ոչ միայն տոն է, այլև ժամանակի զարդարված պատմություն, որտեղ յուրաքանչյուր էջ ունի իր մոգական երանգը։ Ամանորը յուրահատուկ ժամանակ է, երբ աշխարհի մարդիկ միավորվում են նաև նրանց երազանքները։ Ցանկացած երկրում ամանորը սիրո, հույսի եւ նոր սկզբի մասին է։ Դե ինչ, մինչ 2025 թվականի նոր ծրագրերի իրականացմանը ձեռնամուխ լինելը, ամփոփեցինք 2024 թվականի կատարված աշխատանքները, բաց թողումներն ու ձեռքբերումները։ Նորի սպասումով թող 2025-ը լցվի սիրով ու բոլորիս համար դառնա մեծագույն ձեռքբերումների ու նորանոր հաղթանակների տարի։ Թող 2025 թվականը լինի խաղաղության տարի Հայաստանի Հանրապետության եւ ողջ աշխարհի համար։ Թող բոլոր հայտարարությունները միմիայն լինեն բարեփոխումների, հաղթանակների ու առաջընթացների մասին։ Թող հայ օջախներում թևածի սերն ու ջերմությունը, միմյանց հոգ տանելու կարևորագույն դրսևորումը։ Եվ թող Աստված պահապան լինի հայ զինվորին ու հայոց աշխարհին։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։